Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն ու թիմակիցները շարունակում են ընտրություններից հետո այցելել տարբեր համայնքներ, լսելու քաղաքացիների խնդիրներն ու հաշվառելու դրանք։ Դաշինքն արդեն հասցրել է լինել Արարատի մարզի տարբեր համայնքներում։ Նարեկ Կարապետյանն այսօր տեսանյութը հրապարակել Ստեփանավան քաղաքից։ Նրա խոսքով քաղաքացիներից ստացել են բազմաթիվ առաջարկներ, որոնք առաջիկայում դաշինքի գրասենյակում քննարկվելու են։ Դրանք հետագա ծրագրերում ներառելու նպատակով։ Մեր հարցը մեկն էր, ինչ եք տեսնում, որ ինչ փոփոխություն է պետք քաղաքին, ինչ ծրագիր մենք անենք քաղաքի համար, մեր կողմից որպես նվեր։ Ստացել ենք շատ առաջարկներ, որը հիմա գնում ենք գրասենյակ քննարկելու համար։ Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ Այսպես է պատասխանել Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գյումրիում արտահայտ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա։ Փոխքաղաքապետը նշել է, որ ինքն ու իր քաղաքական ուժը մինչ օրս չեն պատկերացնում այն մեխանիզմները, որոնցով կարելի է անտեսել 30,000-ից ավելի քաղաքացիների քվեն եւ կամայական փոփոխություններ կատարել քաղաքում։ Փաշինյանը Գյումրիում արտահայտ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարել էր ընտրություններից 2 օր անց։ Այս պահին հարցը այն է, թե օրինական ինչ ճանապարհ կա լուծարելու Գյումրիի գործող ավականին, քանի որ մինչ այս պահը բոլոր նստաշրջաններում նիստերը գումարվել են, իսկ ավականին օրենքով լուծարվում է, եթե մեկ նստաշրջանում 3 նիստ չի գումարվում։ Ամիսներ շարունակ Գյումրիի ավականու ընդդիմադիր թևի ձայները բավարարում են քվորում ապահովելու ու նիստեր գումարելու համար, թեև օրինակ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանդատից չի հրաժարվել ու այն մեկ ուրիշին չի փոխանցել, բայց 18 մանդատը բավարար է։ Ամենահավանական տարբերակը ըստ Գյումրիի ավականու նախկին անդամ Լևոն Բարսեղյանի Գյումրին խոշորացված համայնք դարձնելն է։ Իդեպ ԿՊ-ն արդեն նման բան արել է իշխանությունում։ Թե ինչպես իշխանությունը Գյումրիում արտահայտ ընտրություններ կանցկացնի, այս պահին հստակ չէ, բայց պնդում են, թե այն օրինական է լինելու։ Իսկ մինչ այդ արդեն 9 ամիս կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեղադրանքների թիվն ավելանում է։ Անցած ամիս քննչական կոմիտեն նրան մեղադրանքեր առաջադրել այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելու համար։ Դրա հիմքում մի գաղտնալսում էին դրել, որում ենթադրաբար Ղուկասյանը ասում էր, թե առանց ռուսների համաձայնության ոչինչ չի անի։ Կոտայքի մարզի Արգել հեկի տարածքում շինաշխատանքների ժամանակ փլուզվել է շինության մոտ 100 քառակուսի մետր մակերեսով բետոնե ծածկը, ինչի հետևանքով 2 աշխատակից հայտնվել են փլատակների տակ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու տեղի ուժերը կարողացել են փլատակների տակից դուրս բերել տուժածներին։ Չարենցավանի բժշկական կենտրոնի շտաբօգնության խմբերը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիներին, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Երևանի Վաղարշան փողոցում տեղի ունեցած ծեսկրտուքից, կրակոցներից եւ վրաերթից։ Կադրերում երևում է, թե ինչպես է զինված անձը կրակում քաղաքացուն, նրա ագրեսիվ վարքը կանխելու համար մեկ այլ քաղաքացի մեքենան վարում է նրա ուղղությամբ։ Քիչ անց մի քանիսը զինված քաղաքացուն գցում են գետնին ու ոտքերով հարվածում։ Այս արտառոց դեպքը տեղի ունեցել հուլիսի 12-ին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայր է ժամանել շտաբօգնության 2 բրիգադ։ Տարածքում եղել էին մի քանի վթարված մեքենաներ, նաև փամփուշտի հետքերով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության ու սպանության փորձի հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։ Հերթական բողոքի ակցիան են իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi-Zone գրուպի աշխատակիցները։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանն ու թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։ Կապարակնքված շենքի մոտ հավաքված աշխատակիցներն ընդգծել են, այս հարկադիր արձակուրդ հարյուրավոր ընտանիքների փաստացի զրկել է ապրուստի միակ միջոցից ու իրենց աշխատանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Եթե մի ժամ հետո մեզի պատասխան չտվեցին, մեր քայլերին էլ մենք չենք իմանում ինչ ենք անելու, որովհետև արդեն ճիշտ ասած հասել է գագաթնակետին։ Եթե ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետությունը մի հատ փոքր հարց չի կարում լուծի կամ չեն կարում, չգիտեմ, ինչ որ այդ ստուգումները կազմակերպեն, որ շուտ լինի, մենք էլ չենք կարում համբերենք։ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում եւ նրա առանձնատանը լայնածավալ խոզարկությունները սկսվել էին հուլիսի 6-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2022-ից 2024 թվականներին կատարված ենթադրյալ խարդախության եւ փողերի լվացման գործով։
Կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա անդրադարձել է իր ընկերությունների դռները կապարակնքելուն եւ իր աշխատողներին անգործության մատնելու քննիչների անուղղակի որոշմանը։ Մեջբերում հայտարարությունից. Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ բոլորին հասկանալի է նաեւ, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումնարվում էին սավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց։ Դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ ցավ է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Մեջբերման ավարտը։ Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ կապարակնքված են Ծառուկյանին պատկանող ընկերությունների դռները։ Աշխատողները բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես Երևանում, այնպես էլ Կոտայքի մարզում, պահանջելով վերականգնել իրենց աշխատելու հնարավորությունները։ Երևան-Սևան մայրուղին փակելու սպառնալիքի մասին լսելուց հետո միայն քննիչները որոշել էին թույլատրել Արարատ ցեմենտի աշխատողներին շարունակել աշխատանքները։ Իսկ Մուլտիգրուպին պատկանող մնացած ընկերությունների եւ աշխատակիցների ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անորոշ։ Իրանի հարավում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ, հայտնել է Իրանի կառավարությունը։ Ավելին, Իրանի բանակը հայտարարել է, որ Բենպուրի հարավ-արևելքում գտնվող ռազմական բազաների վրա հարձակման ժամանակ 7 իրանցի զինծառայող է զոհվել։ Իրանի կառավարությունը խոստացել է, որ այս հարվածներն անպատասխան չեն մնա։ Նոր սպառնալիքներով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս անգամ նա սպառնացել է քանդել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Թրամփի այս տեսակ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նա բացարձակ մտադրություն չունի դադարեցնելու հակամարտությունն ու բանակցելու իրանական պատվիրակության հետ։ Մենք այսօր, վաղը երեկոյան եւ հաջորդ գիշերներին շատ ուժեղ հարվածելու ենք նրանց։ Նրանց համար ամեն ինչ շատ վատ է լինելու, քանի որ հաջորդ շաբաթ արդեն էլեկտրակայաններն ու կամուրջներն են վերանալու։ Նշել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հաստատված հրադադարն այլևս կորցրել է իր ուժը, իսկ ամերիկյան զինտեխնիկայի հարվածներն ավելի ինտենսիվ են գործի դրվելու, ոչ միայն Իրանի քաղաքներին հարվածելու նպատակով, այլ նաև Հորմուզի նեղուցում իրանական նավերին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերսկսել են Իրանի նավահանգիստներից եւ ափամերձ տարածքներից մտնող կամ դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։ Կենտկոմի տվյալներով Մերձավոր Արևելքում ներկայումս տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմանավեր եւ հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ, որոնք մասնակցում են գործողություններին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ կպատասխանեն Թրամփի հռետորաբանությանը գործողություններով եւ կպաշտպանեն իրենց հողի յուրաքանչյուր թիզը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բացառությամբ այն նավերի, որոնք սպասարկում են Իրանին։ ԻԼԻՊ-ի փոխանցմամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ բանակի լոգիստիկ կենտրոնի ոչնչացման մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են տասնյակ թիրախների Հորմուզի նեղուցի եւ Իրանի ափի մոտակայքում։ Իրանական ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։ FIFA-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կրած պարտությունից հետո Փարիզում ու մի շարք այլ քաղաքներում անկարգություններ ու բախումներ են սկսվել։ Ձերբակալվել է ավելի քան 140 մարդ։ Երեկ Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին, դուրս մնալով աշխարհի առաջնությունից։ Նման կերպ իրենց զայրույթն արտահայտելը կարծես արդեն ավանդույթ է դարձել ֆրանսիացիների համար, սակայն զավեշտալին այն է, որ հաղթանակի դեպքում էլ են ֆրանսիացիները ավերում սեփական քաղաքները։